Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, շարունակում ենք ներկայացնել մեր հանուն հանրապետության կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այսօր մեր 7-րդ թողարկումն է եւ այն նվիրված է 15-ից 3-րդ հանձնառությանը, որը ստանձնել է մեր կուսակցությունը, դա տարածաշրջանում եւ անմիջական հարևանության մեջ խաղաղության ապահովումն է, ինքնիշխանության, փոխշահավետության եւ փոխկապակցվածության։ Նախաբանում մենք ներկայացնում ենք մեր տարածաշրջանային քաղաքականության փիլիսոփայությունը։ Կարդամ. Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելը, այդ թվում Ադրբեջանի հետ տևական խաղաղություն հաստատելը միջազգայինորեն ճանաչված սահմաններով տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների լիակատար նորմալացումը, Վրաստանի հետ արժեքահեն, խորը ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ բարիդրացիական փոխշահավետ հարաբերությունների զարգացումը եւ անվտանգության կայուն ու կանխատեսելի միջավայր ձևավորելը կենսական կարևորության ռազմավարական խնդիր է։ Հաշվի առնելով 20-ից 23 թվականների պատերազմները եւ Արցախահայության բռնագաղթը, ինչպես նաեւ 22-ից 26 թվականի ռազմավարական շրջադարձը եւ 25-26 թվականների պատմական զարգացումները, այն է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության երկկողմ համաձայնագրի նախաստորագրումը եւ տնտեսական փոխգործակցության մեկնարկը, TRIP ուղու նախագիծը, Թուրքիայի հետ վիզային հեշտացումները, մենք հանձնառու ենք կառուցել հորիզոնական փոխշահավետ հարաբերություններ, հիմնված փոխադարձ հարգանքի, տարածքային ամբողջականության, ճանաչման եւ տնտեսական ինտեգրացիայի վրա առանց նախապայմանների եւ տարիֆային եւ ոչ տարիֆային խտրականության։ Մեր ծրագրի ներկայացմանը մասնակցում է նաեւ հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման։ Ահա մեր փիլիսոփայությունը տարածաշրջանային քաղաքականության։ Մենք ունենք 4 հարևաններ, դրանք 4 տարբեր հարևաններ են եւ տարբեր պատմություններ են, բայց մենք նրանց հետ միասին ենք ձևավորում մեր անմիջական անվտանգության միջավայրը, խնդրեմ։ Ես այդ իմաստով կուզեմ, որպեսզի մենք միասին քննարկենք, թե պատմության տարբեր հանգրվաններում ինչպես են նաեւ որակապես փոխվել մեր հարաբերությունները հարևանների հետ, նաև թե երրորդ երկրները ինչպես են օգտվել այդ փոփոխվող հարաբերություններից, ավելին երրորդ երկրները, առավելապես իհարկե Ռուսաստանը, ինչպես է նշանակել մի երկրին թշնամի, մյուսին բարեկամ, մյուսին ավելի չափավոր բարեկամ եւ այդպես շարունակ, եւ դրա հաշվին մեծապես կարողացել է իր ազդեցությունը ընդլայնել, իր ազդեցությունը խորացնել եւ մեր վախերի վրա ըստ էության կառուցել իր հեգեմոնը, իր ազդեցության տարածքը ընդլայնել։ Այս իմաստով իհարկե ավելորդ է նույնիսկ քննարկել, որ անվտանգություն եւ խաղաղություն հնարավոր չէ առանց հարևանների հետ հարաբերությունների եւ ըստ էության անկայունությունն ու պատերազմի վտանգը մշտապես ներկա է, երբ հարևանների հետ ունենք չկարգավորված հարաբերություններ, բայց սա ամենևին չի նշանակում օրինակ մոռանալ կամ առավել եւս ուրանալ պատմությունը։ Սա նշանակում է որպես պետություն այդ բոլորը հաշվի առնելով պատմական դառը հետագիծը եւ անցյալը եւ դրանից դասեր քաղելով առաջ նայելով ուրեմն հանուն շատ ավելի վեհ նպատակների խնդիր դնել եւ ուրեմն կախվածությունները առավելապես սահմանափակելու եւ դրանք
չեզոքացնելու համար գնալ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման եւ հարևանների հետ ստեղծել փոխկապակցվածության այնպիսի համակարգ, որը այդ կախվածությունները հավելյալ անվտանգության ուրեմն միջավայր եւ մթնոլորտ կստեղծեն։ Այս իմաստով իհարկե կարծում եմ առանձին հարաբերությունների կարգավորման մեծ անելիք կա Իրանի հետ, որովհետեւ Իրանի հետ հարաբերությունները պայմանավորում են այլ երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները։ Որտեղ առանցքային դեր ունի Միացյալ Նահանգները, Իսրայելը, ծոցի երկրները, արաբական այն երկրները, որոնք այսօր ավելի ու ավելի թշնամացող հարաբերություններ են այսպես առաջ բերում Իրանի հետ։ Եվ այս իմաստով ծայրաստիճան կարևոր է, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները որևէ կերպ չազդեն երրորդ երկրների հետ մեր հարաբերությունների վրա։ Ծոցում մենք ունենք մեծ շահեր, Մերձավոր Արևելքը մեզ համար կենսական կարևոր աշխարհաքաղաքական հարևանություն է հարավում եւ Իսրայելը հորիզոնում պիտի դառնա մեզ համար առանցքային երկիր շատ իմաստներով։ Իրանը մեր շատ կարևոր հարևանն է, բայց դա որևէ կերպ չպիտի խանգարի, որպեսզի Հայաստանը հասանելիություն ունենա Իսրայելի տեխնոլոգիական հզորություններին։ Որևէ կերպ մենք չպիտի Իսրայելի կողմից Հայաստանի դեմ աշխատանքի, լոբիստական աշխատանքի հիմքեր տոնք, այո, ինչը եղել է ամբողջ վերջին 30 տարիների ընթացքում։ Եվ ընդունվել է որպես չգիտես ինչի նորմա։ Եվ այո, ասել են, եւ ամերիկացի մեր գործընկերները անդադ ասում են, դե դուք Իրանի հետ եք եւ կարելի է Իսրայելին հասկանալ, հрьяաներին հասկանալ, եւ հрьяաները իրենց ջանքերը ուղակի ավելացնում էին թուրքերին, ադրբեջանցիներին եւ մի ահռելի լոբիստական ուրեմն կարողություն էին կուտակում Հայաստանի եւ մեր շահերի դեմ։ Հիմա կարծում եմ այս վերաիմաստավորումը հարևանների հետ հարաբերության նաև այսպիսի խնդիրներ պիտի մեր առաջ դնի։ Նույնը վերաբերում է Թուրքիային, նույնը իհարկե Ադրբեջանին, որի հետ մենք հիմա փորձում ենք տնտեսական կապերով առանց դիվանագիտական հարաբերությունների, առանց խաղաղության պայմանագրի հիմքեր ստեղծել, որ անշրջելի դառնան խաղաղության այս գործընթացը։ Ու ես շատ կարևորում եմ, որ թեև այս բոլորը սկսվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության գործարքով Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը ստորագրված համաձայնությամբ, բայց երկու կողմերն էլ քաղաքական կամք եւ հասունություն են հանդես բերում, որ ամերիկյան զբաղվածությունը որևէ կերպ խոչընդոտ չդառնա այս գործընթացի առաջ տանելու։ Եվ այս իմաստով կարծում եմ ցորենի այս վառելիքի խմբականակները, որ մենք ստանում ենք Ադրբեջանից, շատ ավելի ուրիշ ասպարեզներ եւ համագործակցության ուղղություններ պետք է զարգացնենք։ Այդ թվում մենք խոսել ենք սրա մասին, օրինակ Ադրբեջանից ստանալ գազ, դարձնել էլեկտրաէներգիա եւ մատակարարել Թուրքիային։ Այսպիսի փոխկապակցվածություններ ստեղծել, հավելյալ ավելացնելով։ Ոչ Թուրքիայի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ, ոչ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն Չինաստանը եւ Թայվանը, բայց նույնիսկ ծանր հարաբերություններ ունեն, բայց համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա տնտեսական համագործակցության համար։ Պակիստանը եւ Հնդկաստանը ծանր հարևաններ են, բայց համագործակցում են, տնտեսական համագործակցությունը օգնում է, որպեսզի պատերազմի եւ կոնֆլիկտի թեժացման հեռանկարները հնարավորինս հեռացվեն։ Եվ իհարկե կարծում եմ ամենաառանցքայինը մեզ համար հարավում թրիպի նախագիծն է, որի ուղղությամբ ոչ միայն ամերիկացիների հետ պետք է ինտենսիվացնել եւ շարունակել հետեւողական աշխատանքը, այլև Ադրբեջանի հետ պետք է ուրեմն կարծում եմ համատեղ շահագրգռություն հանդես բերենք, որպեսզի միջանցքի այդ հատվածը
ուրեմն ժամ առաջ կարողանանք կյանքի կոչել, որովհետև ըստ էության խաղաղության գործարքի առանցքը հենց ուրեմն կառուցված է թրիպի շուրջ եւ այդ առանցքը պետք է արագ կյանքի կոչել հիմնարկեքը պիտի արդեն տեղի ունեցած լիներ եւ հասկանում ենք որ ռեգիոնալ այս վերջին պատերազմի պատճառով հետաձգվել են որոշ կարևոր քայլեր բայց ուրախացնող է որ պետքարտուղարությունը Միացյալ Նահանգների շարունակում է թրիպը իր առաջնահերթությունը համարել մեծ համար ծայրաստիճան կարևոր թերևս աշխարհում ամենակարևոր հարևանը եւ երկիրը մնում է Վրաստանը եւ այդ իմաստով կարծում եմ որ Վրաստանի ներքին կայունությունը մեզ համար չափազանց կարևոր է անկախ նրանից ինչպիսի իշխանություն կլինի մեզ համար կարևոր է Վրաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ մեզ համար չափազանց կարևոր է որպեսզի Վրաստանը հարազատ մնա իր սահմանադրությամբ ամրագրված եվրոպական եւ եվրատլանտյան ուրեմն անդամակցության ուղղությանը եւ ճանապարհին դա էապես կհեշտացներ Հայաստանի ընթացքը դեպի արևմուտք դեպի եվրոպական միություն ոչ պատահականորեն վարչապետը Եվրախորհրդարանում իր ելույթում հատուկ ընդգծեց Վրաստանի կարևորությունը խնդրելով որպեսզի Վրաստանը եւ Եվրամիությունը շարունակեն երկխոսել Եվրամիության անդամակցության շուրջ մենք գիտենք որ Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու է եւ դրանով անգամներով ավելանում է Վրաստանի կարևորությունը եթե մենք հակառակ զարգացումը տեսնենք դա մեզ համար կարող է չափազանց ոչ աննպաստ, այսպես ասենք, զարգացման հեռանկարներ բացել եւ հրամայական դարձնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, ուրախ եմ, որ օրերս Թուրքիայի ուրեմն փոխնախագահն էր Երևանում, որտեղ Երևանում էլ հենց կնքվեց այդ խորհրդանշական Անի կամուրջը միասնաբար կառուցելու, վերակառուցելու ուրեմն այդ տարիներ առաջ, 2 տարի առաջ ստանձնած ուրեմն հանձնառությունը երկու երկրների կառավարությունների որքան կարգավորված լինեն եւ փոխկապակցված լինեն մեր հարաբերությունները հարևանների հետ, այնքան Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից երրորդ երկրներից, որոնք ձեռքերն են տաքացրել ավանդաբար մեր կոնֆլիկտների վրա եւ կոնֆլիկտների հաշվին լուծել իրենց շահը հետապնդող քաղաքականություն, այնքան կարծում եմ մենք ավելի ինքնիշխանության եւ ուրեմն ազատության անկախության հիմքի վրա կարողանանք ձևավորել եւ ձևակերպել մեր հարևանների հետ հարաբերությունները։ Եվ ուրեմն մեր տարածաշրջանային շահերը սպասարկելու մենք 10 գործոն ենք առանձնացրել եւ դրանք հետեւյալն են եւ 10 մոտեցում, 10 գործիք կամ 10 պատկերացում հետևյալն է առաջինը ուրեմն Հայաստանի անվտանգության խարիսխը հայկական մարտունակ բանակն է նրան անվերապահ զորակցող ու վստահող ազատ հասարակությունը բացառապես պետական շահերը սպասարկող արտաքին քաղաքականությունը այդ թվում խորհրդարանական եւ հանրային ակտիվ դիվանագիտությունը հայրենական առաջանցիկ ռազմարդյունաբերական համալիրը մրցունակ ու զարգացող տնտեսությունը, քաղաքական ու մյուս համակարգերը։ Մենք կշարունակենք բանակի արդիականացումը եվրատլանտյան չափորոշիչներով, հաշվի առնելով 26-ի անվտանգության մարտահրավերները եւ կխրախուսենք հասարակության մասնակցությունը խաղաղության գործընթացին։
երկրորդ ենթակետը հարևանների Այստեղ կուզեք մենք համեցեք, կանենք իրար հետ քննարկենք բանակ եւ ոչ միայն 26 թվականի, այլև առաջիկա 5 տարիների, որովհետեւ հաստատապես մարտահրավերները 26-ով չեն սահմանափակվելու եւ չեն ավարտվելու, մարտահրավերները շարունակելու են գոյություն ունենալ, որքան գոյություն ունի Հայաստանը, որովհետեւ տարածաշրջանը շարունակելու է եռալ եւ մենք պիտի կարողանանք մեր խաղաղությունը, կայունությունը, անվտանգությունը գտնել այդ տարածաշրջանում։ Բանակը իհարկե առանցքն է մեր անվտանգության, խարիսխն է, ինչպես նշված է մեր նախընտրական ծրագրում, բայց բանակը պիտի լինի ամենավերջին միջոցը, որը պիտի զբաղվի մեր անվտանգության ապահովմամբ։ Մինչև բանակին հասնելը անհրաժեշտ է, որպեսզի ամբողջ պետական ինստիտուտները իրենց գործը պատշաճ կատարեն։ Ինչու տեղի ունեցավ 20 թվականի պատերազմը եւ ինչու պատերազմում մենք այդ արդյունքը արձանագրեցինք, որտեվ մնացել էինք վերջին միջոցի հույսին։ Դիվանագիտությունը տապալվել էր, տնտեսություն չկար, քաղաքականությունը ուղղակի նոր երկիրը փորձում էր շունչ քաշել 18 թվականի հեղափոխությունից հետո։ Իսկ հեղափոխությունն էլ հասարակության եւ պետության խզումն էր, եկել նոր վերականգնել։ Դատական համակարգ չկա, այսինքն պետական ամբողջ ինստիտուտները, որոնք պիտի ապահովեն օրգանիզմի առողջությունը, ուղղակի ախտահարված են եւ մնում է վերջին միջոցը եւ փաստորեն 18 տարեկան մեր երեխեքը պետության անգործության ամբողջ բեռը վերցրին իրենց վրա եւ չկարողացան հաղթահարել։ Այս սա ծայրաստիճան կարևոր է բանակ, բայց այդ ամբողջ ինստիտուտները պիտի աշխատեն, որպեսզի բանակը վերջում իր գործը կարողանա պատշաճ կատարել եւ անել ամեն ինչ, որպեսզի բանակին ուղակի բան չմնա անել։ Այսինքն դիվանագիտական գործիքները, տնտեսական գործիքները, բոլոր ուրեմն ինստիտուտները աշխատեցնել այնպես, որպեսզի բանակին մենք կարողանանք պատշաճ ուրեմն եւ սպառազինություն ապահովել, եւ կադրեր ապահովել, եւ տեխնոլոգիապես հագեցնել, ամենակարևորը Հայաստանում արդյունաբերություն, ռազմարդյունաբերություն կարողանալ կազմակերպել, որովհետեւ կոոպերացիայում մեր դաշնակից համախոհ գործընկեր երկրների։ Իդեպ Ռուսաստանը միշտ խուսափել է Հայաստանում համատեղ արտադրություն։ Պատրում չեն թողել, փակել են։ Այո, հիմնելու գաղափարը։ Այսինքն տրամաբանորեն կարծում եմ, որ բոլորին էլ հասկանալի է, որ Հայաստանը միշտ ցանկացել է Հայաստանում ուրեմն արտադրություն համատեղ հիմնել եւ ես ունեմ տեղեկություններ, փաստեր, որ տարիների ընթացքում Ռուսաստանը մշտապես պարտավորություն է վերցրել ուրեմն անխափան մատակարարումներ ապահովել դրա փոխարեն համատեղ արտադրություն հիմնելու փոխարեն, իսկ Հայաստանը լինելով կոմպակտ փոքր երկիր միշտ կարիք ունի որևէ կամ մի քանի այդպես գործընկերներ ունենալ, որոնք այդպիսի փորձ ունեն զենք արտադրելու ուրեմն սպառազինություն արտադրելու մանավանդ մենք հիմա տեխնոլոգիական մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ մեր աչքի առաջ տեղի ունեցող պատերազմները ուղղակի ցույց են տալիս, թե այդ մարտահրավերները պատերազմի, արդի պատերազմի ինչպիսի գործիքներ կան հաղթած դուրս գալու, պաշտպանունակ լինելու եւ ոչ միայն պաշտպանունակ, նաեւ մարտունակ լինելու տեսանկյունից։ Ուկրաինական պատերազմը 1, Իրանի դեմ իսրայելային ամերիկյան պատերազմը 2, որտեղ ուկրաինական տեխնոլոգիաները առանցքային նշանակություն ունեցան։ Եվ պաշտպանում են ներկայումս ծոցի երկրները։ Այո։ Եվ հիմա Բահրեյնի հետ հենց հիմա պայմանագիր է կնքվում
ուրեմն օդը պաշտպանելու ուկրաինական հակադրոնային համակարգերով, որոնք շատ ավելի մատչելի են, շատ ավելի մոբիլ են եւ մեզ համար հատկապես կարող են շատ օգտակար լինել։ Այս իմաստով իհարկե նաեւ պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի հետ ծայրաստիճան կարևոր է եւ մենք հիմա անվտանգության լավ բազա ունենք համագործակցության Միացյալ Նահանգների հետ, կարծում եմ այդտեղ պիտի առաջ գնանք, այսինքն մեր բանակը պիտի մաքսիմալ մոտարկել հյուսատլանտյան դաշինքի ստանդարտներին եւ այդ դաշինքի անդամ բոլոր պետությունները, այդ թվում նաեւ Լեհաստանը, որտեղ գտնվում է պաշտպանության նախարարը այս օրերին, որը առանցքային դերակատար է ՆԱՏՕ-ի համար, նաեւ թե սպառազինության արտադրության, թե քաղաքացիական նաեւ պաշտպանության եւ արևելյան ֆլանգի հիմնական պահակակետը կարող ենք ասել ՆԱՏՕ-ի։ Այնպես որ այստեղ շատ կարևոր է որպեսզի մենք բարձրաբանենք նաև մեր պատկերացումները, այդ թվում նաև Իսրայելի օրինակով բանակը դարձնել ինչու՞ չէ տեխնոլոգիական զարգացման, տնտեսության զարգացման օրինակ միջավայր, որտեղ գիտելիքը, փորձը կարող է ահռելի նաև նշանակություն ունենալ տնտեսական զարգացման համար։ Հետևաբար բանակը բացի պաշտպանության իր հիմնական գործառույթից ուրեմն կարող է տնտեսության համար լոկոմոտիվի, այսպես նաև նշանակություն լավագույն կադրերի մոտակարար լինել, այո։ Երկրորդ ենթակետը ուրեմն հարևանների հետ խաղաղության հաստատումը, փոխկապակցվածության ապահովումը, փոխշահավետության հիման վրա խաղաղության, հարատևության, ինքնիշխանության ամրապնդման եւ առաջանցիկ զարգացման կարևորագույն գրավականն է։ Մենք ոչ միայն շարունակենք 25-ի խաղաղության համաձայնագրի իրագործումը, նպատակ ունենալով ստորագրել այն 26-ին, այլև կխրախուսենք տնտեսական եւ հաղորդակցային փոխկապակցվածությունը եւ փոխշահավետ համագործակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Երրորդը, խաղաղությունը բարդ, բազմաշերտ եւ տևական գործընթաց է, որը պահանջում է բոլոր կողմերի հասարակությունների նախապատրաստում խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմի, ինչպես նաև երկրների քաղաքական համակարգերում եւ հանրություններում հանդուրժողականության ինստիտուցիոնալացում։ Մենք կխրախուսենք հասարակական երկխոսությունը եւ միջազգային ներգրավվածությունը, ԱՄՆ, Եվրամիություն, քրիստոնեական եւ մուսուլմանական հոգեվորական շրջանակներ, հաշվի առնելով 2026-ի սահմանային հանգիստը։ Խաղաղությունը պետք է ապահովվի ու պահպանվի նախ եւ առաջ քաղաքական դիվանագիտական մեթոդներով եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ուժի պարտադրանքով, երբ նախահարձակ ոտնձգություն է իրականացվում ընդդեմ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնամախելիության։ Իսկ քաղաքական դիվանագիտական միջոցներն այլևս սպառված են։ Մենք կշարունակենք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը միջազգային իրավունքի, նորմերի եւ փորձի հիման վրա։ Փորձ ասելով էլ հասկանում ենք ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի միջազգային փորձը։ Խնդրեմ ապա։ Սրանով ամփոփ։ Այստեղ կուզեմ, որ մենք խոսենք տարածաշրջանացման քաղաքականության մասին, բալանսավորման քաղաքականության մասին եւ սրանք չափազանց կարևոր է որպեսզի պարզաբանենք մեր պատկերացումները, մենք դեմ ենք ընդհանրապես տարածաշրջանացման քաղաքականության այդ կոնցեպտին, որովհետև կարծում ենք, որ ռեգիոնում Հայաստանը մեծ հաշվով մենակ է 3+ օրինակ 3 այդ ֆորմատում Հայաստանը, որտեղ Վրաստանը չկա, Վրաստանը չի մասնակցում, Հայաստանը ընդհանրապես մենակ է այդ ամբողջ ուրեմն մյուս մասնակիցների հետ։ Ինչու ենք մենք ձգտում լինել այն ֆորմատներում, որտեղ կա Միացյալ Նահանգներ եւ Եվրամիություն, որովհետեւ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ մենք դաշնակցային հարազատություն ենք զգում։ Այնտեղ որևէ մեկը չի վիճարկում Հայաստանի, այո, Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այդտեղ մենք ընդհանրություն ենք զգում արժեքների, նպատակների եւ շահերի եւ
3+2 կամ 3+3 այդ ֆորմատում մենք չունենք այդ հարազատությունը եւ չենք զգում այդ միջավայրում հարազատություն։ Սա ամենևին չի նշանակում, որ այդ ֆորմատում Հայաստանը անելիք չունի, բայց մեր պատկերացմամբ Հայաստանը պիտի անդամակցի այնպիսի ֆորմատներին, որտեղ ուրեմն պիտի նաև ներկայացնի եւ դառնա այն հենման կետը, որը կօգնի Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությունում մեր տարածաշրջանում ընդլայնել իր ազդեցությունը եւ իր ներկայությունը։ Այս իմաստով չափազանց կարևոր եմ համարում Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի անցկացումը, որը շատ կոնկրետ արդեն շոշափելի եւ իրական է դարձնում նաեւ Եվրամիության հավակնությունները մեր տարածաշրջանում ոչ միայն ոտքի տեղ ունենալու, այլև ծրագրերով, տնտեսապես եւ տեխնոլոգիապես, էներգետիկ առումով, ճանապարհների, ուրեմն ենթակառուցվածքների ուղղությամբ, հետաքրությամբ մեծ ուրեմն ներկայություն ապահովել մեր տարածաշրջանում։ Այստեղ կարևոր եմ համարում նաև խոսել այն ընտրության մասին, որ մեզ անընդհատ հրամցվում է, եթե ոչ Ռուսաստան, ապա Թուրքիա։ Այս դիլեման էլ կեղծ եւ մանիպուլատիվ է եւ այս իմաստով կարծում եմ, որ մենք այս պատմաքաղաքական ծուղակից դուրս գալու եւ մեզ աշխարհին բացելու կարիք ունենք։ Այդ համոզումը, թե Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, մտածել եւ ծրագրել են հենց Ռուսաստանն ու Թուրքիան մեծ հաշվով, որպեսզի մենք որևէ բան այս երկուսից դուրս չտեսնենք, որտեղ սրանից դուրս, այս ծուղակից դուրս չտեսնել կնշանակի, որ Հայաստանը հավերժ ոչինչ չպիտի որոշի այս տարածաշրջանում։ Եթե Հայաստանը ոչինչ չի որոշում, ուրեմն այս ծուղակն էլ ունենում է անժամկետ ընթացք։ Ինչու է Թուրքիան շահագրգռված, որ Ռուսաստանը այստեղ լինի միակ ներկան, որովհետև Ռուսաստանի նկատմամբ ունի ահռելի առավելություն։ ՆԱՏՕ-ի անդամ է, Միացյալ Նահանգների դաշնակիցն է։ Ռուսաստանի նման այսպես կոչված ներկայի հետ պայմանավորվելը շատ հեշտ եւ դյուրին է, առավել եւս Ռուսաստանի նման մեկի, որը պատմականորեն նաեւ հատկապես Հայաստանի տարածքների եւ շահերի եւ կյանքերի հաշվին ինչպիսի պայմանավորվածություններ է կարողացել կայացնել։ Հետևաբար այս իմաստով Հայաստանի շահերից է բխում, որպեսզի անմիջական հարևան Թուրքիան մշտապես իր հայացքը ուղղի դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, մեզ համար ծայրաստիճան կարևոր է, որպեսզի Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները սերտանան, դրանից միայն մենք շահելու ենք, որովհետև ամեն անգամ, երբ Թուրքիան իր հայացքը ուղղում է դեպի եվրասիական տարածաշրջան, այդտեղ մեզ համար մի մեծ վթար է տեղի ունենում։ Այստեղ կարևոր է, որպեսզի Հայաստանը իհարկե հաշվի առնի հարևանների շահերը, իր քաղաքականությունը մշակելիս, բայց պիտի առաջնորդվի բացառապես իր առաջնահերթություններով, ոչ թե երրորդ երկրների շահերով եւ այն սպառնալիքներով, որոնք մենք այսօր էլ լսում ենք։ Եվ այստեղ կարևոր է անմիջական հարևանությունը եւ ոչ անմիջական հարևանությունը։ Օրինակ մենք Ուկրաինան դիտարկում ենք որպես ոչ անմիջական հարևանություն, թե ոչ։ Ընդհանրապես այդ խորհրդային տարածքը մեզ համար չափազանց կարևոր է եւ այստեղ պետք է երկու առանցքային երկիր հատկապես նշենք որպես հարևանություն՝ Ղազախստան Կենտրոնական Ասիայում եւ Ուկրաինա Եվրոպայում, որպես իրական այլընտրանքներ Ռուսաստանի, որովհետև այն կախվածությունները, որ մենք ունենք ռուսական շուկայից, թե ներմուծման, թե արտահանման տեսակետից, Ուկրաինան ուղղակի կարող է, Ուկրաինան եւ Ղազախստանը կարող է ծայրաստիճան մեծ ուրեմն փոխարինող լինել։ Իհարկե, այս իմաստով կարծում եմ, որ մենք պիտի պահենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց այդ կախվածությունը, որ տնտեսական լծակը օգտագործվում է Հայաստանի դեմ քաղաքական նպատակներ։ Կոմերցիա խնդրեմ, լծակ ոչ մի դեպքում։ Այս ուղղակի թուլացնելու այդ ազդեցությունը որպես քաղաքական լծակ օգտագործելու
միջոցը թույլատնելու միակ ճանապարհը նաև այսպիսի այլընտրանքներ փնտրելն ու գտնելն է։ Շնորհակալություն Նորման, շնորհակալություն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, մենք կշարունակենք ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը հաջորդիվ։